Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք նամակ Եփեսացիներին, ուսումնասիրելու ենք առաջի գլուխը 1-ից 10 համարները։ Ուրեմն նոր նամակ ենք ուսումնասիրում նոր կտակարանից եւ կարծում ենք, որ այս նամակը մեր համար շատ կարեւոր է այն առումով, որ առաջինը դե իհարկե Աստծո խոսքի մեջ է եւ ուրեմն գերագույն կարևորությունն ունի, բայց կարող եմ ասել նյութի վերաբերյալ, այսինքն ինչ թեմաների մասին է Պողոս առաքյալը գրում, կտեսնենք շուտով, կբացատրենք։ Սկսենք առաջի հերթին մեր վերնագրից, ուրեմն վերնագիրն է խոստացած հոգևոր ժառանգությունը եւ հարստությունը։ Ուրեմն առաջի հերթին ասենք հարգելիներս, որ այս նամակը գրվել է իհարկե հեղինակն է Պողոս առաքյալը եւ ավելի կոնկրետ Սուրբ Հոգին։ Բայց 60-ից 62 թվականներում է գրվել այս նամակը եւ ունի 3 կարևոր նպատակ։ Առաջինը հոգևոր հարստության մասին է խոսում, որը ունենք Հիսուս Քրիստոսով։ Եվ չպետք է ապրենք այնպես, ինչպես անհավատները։ Ուրեմն գրված է հենց առաջի գլխի մեջ. Հայր Աստված մեզ Հիսուս Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ։ Սա առաջին միտքն է, կարևոր կետն է։ Երկրորդը հաշտություն հրեայի եւ հեթանոսների միջև, եւ երրորդ կետը միասնություն եկեղեցու մեջ եւ տան մեջ ու բոլոր հարաբերություններում։ Ուրեմն սա է նպատակը նամակի, որ Պողոս առաքյալը գրել է Եփեսոսի եկեղեցու համար եւ իհարկե բոլորիս համար։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Որդուդ Հիսուսի սուրբ մեծ պատվական անունով, փառք ու շնորհակալություն ենք հայտնում այս հնարավորության համար, աղոթում ենք մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, նրանց կարիքների համար, աղոթում եմ Տեր, որ յուրաքանչյուրիս առաջնորդես եւ աշակերտես Սուրբ Հոգով եւ քո խոսքերով։ Աղոթում եմ, որ այսօրվա ուսուցիչը թող լինի Սուրբ Հոգին եւ մեզ օգնի այսօրվա սերտողությանը, որպեսզի սովորենք եւ կատարողներ լինենք քո խոսքին, Տեր։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Ուրեմն գիտեք, բացի այն բացատրությունը, որ տվեցի 3 կետերի շուրջ, ավելի կոնկրետ գիտենք, որ Պողոս առաքյալը գրում է Եփեսոսի եկեղեցու համար եւ խոսում է նա հոգևոր ժառանգության եւ հարստության մասին։ Ուրեմն առաքյալը գրում է, որ եկեղեցին քաջալերվի եւ ամրապնդվի նրանց հավատքը։ Պողոս առաքյալը այս նամակը դե իհարկե ինչպես ասացինք 60-ից 62 թվականներում է գրում, երբ նա գտնվում էր Հռոմում բանտարկված։ Կարելի է ասել, որ շատ հավատացյալներ չեն տիրապետում, թե ինչ հոգևոր ժառանգություն ունեն եւ Հիսուս նրանց համար ինչ է արել եւ ինչ է անելու։ Մահից ազատեց, հավիտենական կյանք տվեց եւ վերամիավորեց մեզ երկնավոր Հորը։ Պարզ է, որ արդեն սա հրաշք գործ է եւ նաեւ ասեմ, որ Հիսուսի հետ կառավարելու ենք հազարամյակում։ Այսինքն սա մեր համար շատ կարևոր է, որովհետեւ նաեւ ունենալու ենք մենք փառավորված մարմինը եւ վերջում էլ ասեմ, որ բոլոր հավատացյալները, այսինքն վերստին ծնունդ ունեցողները, ապաշխարածները, փրկվածները, նրանք ունեն Սուրբ Հոգին որպես կնիքը իրենց փրկության։ Եկեք հիմա կարդանք 1-ից 2 համարները ու անցնենք մեր բացատրությանը։ Գրած է Պողոսը Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ Եփեսոսում գտնվող սրբերին եւ Քրիստոս Հիսուսին հավատացողներին Աստծուց մեր Հորից ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ եւ խաղաղություն ձեզ։ Սա պարզապես ուղերձն է եւ ողջույնն է։ Պողոսի իհարկե իր բոլոր նամակները այսպես է սկսում, հատկապես նա շեշտը դնում է, թե նա ով է եւ ում կողմից է ուղարկված եւ ով է Տերը, ով է Փրկիչը, միշտ ամեն դեպքում շեշտ կա երկնավոր Հոր եւ Հիսուս Քրիստոսի անունն է տրվում եւ նաեւ Սուրբ Հոգին։ Անցնենք երրորդ համարը, գրած է օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր
օրհնությամբ։ Ու հենց այս կետն է, որ պետք է շեշտենք, որ երեք կետերից մեկն էր գլխավոր, ինչի համար Պողոս առաքյալը գրում է կամ ինչ ուսմունք որ նա ունի մեզ տալու, եւ մեզ ասում է այս նամակի մեջ, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ։ Ինչ է կոնկրետ նշանակում հավատացյալի համար այս։ Ուրեմն շատերը ապրում են իրենց կյանքը անհույս, տխուր եւ առանց նպատակի, բայց ասենք որ ապրում են անզոր, նաև ասենք իհարկե, որ ապրում են անզոր ու մոլորված։ Բայց տեսեք, այնինչ որ Հիսուս մեր համար կատարեց, այնինչ որ նա արեց խաչի վրա, եւ նրա միջոցով, այսինքն նրա վրա, որ աշխարհի մեղքերը թափվեց նրա վրա եւ Հայր Աստված մեզ այսօր, այսինքն նրանց, ովքեր որ ապաշխարեն, փրկվեն, վերստին ծնունդ ունենան, այն մարդիկ համարվում են սուրբ Աստծու աշկերի առջև։ Մեզ Հայր Աստված տեսնում է Հիսուսի այրան միջոցով, ոչ թե մեր կարողություններով կամ արժանինքների միջոցով։ Հետևաբար ինչու ենք ասում, որ շնորհով ենք փրկված, որովհետև գործերով չի այս փրկությունը։ Սա ձրի նվեր է մեզ տված, եւ այս նվերը մենք ստացել ենք, երբ որ, այսինքն կստանանք, երբ որ ընդունենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ապաշխարենք եւ հասկանանք եւ գիտակցենք, որ մենք մեղավոր ենք եւ պետքություն ունենք Հիսուսի, որպեսզի փրկվենք եւ սրբվենք ու մաքրվենք մեր մեղքերից։ Այն ժամանակ Հայր Աստված մեզ կտեսնի որպես սուրբ, մաքրված, որովհետեւ կտեսնի մեզ Հիսուսի այրան միջոցով։ Եվ սա ինչ է նշանակում։ Նաեւ ասեմ, որ միտքը պարզ է, որ ունենք մենք փառավոր հարությունը, այն զորությունը փառավոր հարության մեր մեջ, այսինքն Աստված է, որ մեր մեջ է, կնիքն է մեր փրկության, որը ապացույցն է Սուրբ Հոգու բնակչությունը մեր մեջ հիմնականորեն եւ մշտնջենապես։ Այսինքն, եթե հին ուխտի մեջ Սուրբ Հոգին կիջներ հավատացյալների վրա պահ առ պահ, այլևս այդպես չէ։ Երբ որ ընդունում ես, ստանում ես Սուրբ Հոգուն եւ նա բնակվում է քո մեջ մշտնջենապես, այսինքն ոչ թե ժամանակավորապես։ Ու սա ինչ է մեր համար հուշում։ Ուրեմն Եփեսոսի եկեղեցու հավատացյալները ասում է, որ շատ տխուր ու ողորմելի վիճակում էին հոգևորապես, թե նրանք չէին հավատում խոստումներին, թե դժվարություն ունեին հավատալով այն ամեն ինչը։ Միևնույնն է, մենք գիտենք, որ Պողոսը գրում է կենտրոնանալու այս խնդիրի վերաբերյալ եւ մեզ բացատրում է եւ ամրապնդում է այն գաղափարը, այն միտքը, այն ուսմունքը հոգևոր, որ ունենք մենք հարստություն, ասենք անսահմանելի, այսպես ասած։ Եվ հավատացյալը իհարկե պետք է ապրի այս վստահությամբ, լինի նա երջանիկ ու գիտակից, որ մեր Տերը մեր մեջ է։ Ունենք հիմնականորեն Սուրբ Հոգուն եւ ասեմ, որ հավատացյալի համար անհրաժեշտ է, որ չապրի ինքը երկմտության, կասկածանքների, թերահավատության մեջ, որովհետև ունենալով երկնավոր հորը, ունի նա Տեր, որը մենք կարող ենք նրան Աբա Հայր կոչել, ինչպես որ մեզ Սուրբ Գիրքն է սովորեցնում։ Իսկ եթե մենք վերցնենք օրինակը մարդկային ծնողների, այս աշխարհիկ ծնողների, գիտենք, որ երեխան զավակը նայում է իր ծնողին իր հացի համար, ունեցվածքի համար, այսինքն բոլոր կարևոր պետքերի համար։ Եվ ինչ է անում ծնողը։ Ծնողը երեխուն տիրություն է անում, երեխուն պատրաստում է, երեխուն դաստիարակում է, երեխուն կտուր է տալիս, տուն է տալիս, տեղ է տալիս իհարկե ապրելու համար, որպեսզի երեխան դուրսը անձրևին ցրտին չապրի, միևնույն ժամանակ հագուստ է տալի եւ ինչ որ պետք է, արդեն կարծում եմ հասկանալի է։ Նույնպես էլ մեր երկնավոր Հայրն է մեզ տիրություն անում։ Եթե նա գիտի մեր բոլոր պետքերը եւ հաշված է մեր բոլոր մազերը մեր գլխի, պարզ չի, որ նա ամեն մեկիս համար խնամք է կատարում։ Ու միայն այս
խոսքը ունեցվածքի, չունեցվածքի կամ նյութականի մասին չի։ Տեսեք ինչ ժառանգություն ունենք մենք։ Առաջի հերթին հավիտենականություն, երկրորդ հերթին, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ վերադարձավ, մենք իր հետ հազարամյակը կառավարելու ենք այս աշխարհը։ Ուրեմն հավատացյալները Հիսուս Քրիստոսով վերափոխված կստանան նրանք նաև փառավոր մարմինը եւ մենք այլևս մահ չենք տեսնելու։ Ու սա էլ է կարևոր։ Դրա համար մեզ Սուրբ Գիրքը ասում է, որ ժառանգակիցներն ենք Հիսուս Քրիստոսի, թե իր ցավի եւ տանջանքի, քանի որ մենք այս աշխարհում ենք, բայց այս աշխարհից չենք, եւ թե այն ժառանգությունը հոգեվոր, որը միմիայն Հիսուսի միջոցով մենք կարող ենք ստանալ եւ մեզ տվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Սա է կարևոր կետը հասկանալու եւ անցնենք ուրեմն 4-րդ համարին, 4-րդ համարում էլ գրած է ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որpիսի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Գիտեք, այս համարը շատ անգամ այլ ձևի է մեկնաբանվում կալվինիստների կողմից նամանավանդ, ովքեր որ հավատում են, որ կան ընտրյալները, որ Աստված հատուկ մարդկանց է ընտրել փրկվելու համար։ Իրականում սա ճիշտ չի, որովհետև Աստված իր որդուն ուղարկեց ամբողջ աշխարհի համար, որով որ հավատա նրան փրկվի։ Այդտեղ խոսակցություն չկա, որ հատուկ մարդիկ կան ընդամենը փրկված կամ Հիսուս Քրիստոս եկավ հատուկ մարդկանց համար։ Նա իր որդուն ուղարկեց, որ աշխարհի մեղքերի համար նա խաչվի, որ բոլորը փրկության գան։ Սուրբ Հոգին բոլորի վրա է աշխատում, որ բոլորին հավատքի բերի։ Բայց եթե մերժես, ուրեմն հրաժարվում ես փրկությունից։ Իսկ այս համարը ուղղակի ասում է, որ Աստծու կամքն է, որ մենք ապաշխարենք, փրկվենք ու դարձի գանք իրեն։ Նախապես դա է նա նկատի ունեցել, նախապես դա է նա կամեցել։ Աշխարհին մերժենք ու նվիրվենք սրբության ընթացքին, առանձնանալով Աստծուն այս աշխարհից։ Ինչ է դա նշանակում։ Գնանք քարանձավներում ապրենք, իհարկե ոչ, բայց մենք չպետք է այս աշխարհի կանոններին խորասուզվենք եւ լինենք աշխարհի մաս։ Այսինքն մենք չհետևենք աշխարհի կանոններին, այլ հետևենք երկնքի արքայության կանոններին։ Հենց այդտեղ առաջանում է հակասությունը, այդ հակամարտությունը պարզ ասած աշխարհի եւ հավատացյալի միջև։ Միևնույնն է, մեզ Տերը կանչել է, որ մենք սրբության ընթացք ընդունենք, առանձնանանք այս աշխարհից, ուղղակի չընդունենք աշխարհի գաղափարը, ապրենք մեր Տիրոջ կամքով եւ երկնքի արքայության կանոններով, քանի որ մեր դատաստանը դա է պահանջում, այսինքն Աստված մեզ դատելու է մեր արածների վրա։ Եվ առաջի հերթին, եթե մենք չունենք Հիսուս Քրիստոսին, դրախտ գնալու հնարավորություն չկա, քանի որ մենք մեր արժանինքներով ինչքան էլ լավություն անենք, ինչքան էլ որ աղքատներին օգնենք, կարիքավորներին օգնենք եւ այլն, միևնույնն է, եթե վերափոխված չես Հիսուս Քրիստոսով, դրախտ մտնելու հնարավորություն չկա։ Դա պարզ է եւ դա Սուրբ Հոգին, Սուրբ Գիրքն է մեզ բացատրում։ Եվ ինչպես ասացինք, ուրեմն ապաշխարած քրիստոնյայի կնիքը Սուրբ Հոգին է։ Եվ եթե Սուրբ Հոգին ունես քո մեջ, ուրեմն ապրում ես վերափոխված կյանք եւ քո մեջ պետքա լինի հոգու պտուղը, որը բազմաթիվ կետեր են Գաղատացիներից 5-րդ գլխի մեջ է գրված, որ բացատրում է հավատացյալի բոլոր հատկանիշներն ու այսինքն բնավորությունը, քանի որ արդեն մենք պետքա Հիսուսին նմանվենք, ուրեմն պետքա մենք կրկնօրինակենք մեր Տիրոջը եւ ունենանք նրա էությունը մեր մեջ։ Հիմա դա պարզապես ընթացք է, որ պետքա կատարենք եւ ժամանակ է տևում այդ ամեն ինչին, որpիսի մենք վերափոխվենք եւ օրեց-օր նմանվենք մեր Տիրոջը, բայց առաջի կարևոր կետը այն է, որ մենք հնազանդվենք Տիրոջը եւ ենթարկվենք նրան, որ նա կարողանա մեր մեջ աշխատի։ Դե չէ հակառակ դեպքում ավելի ցավով ու տանջանքով ենք սովորելու։ Ասում եմ, եթե մենք իրան ենթարկվենք, սիրով մեզ կդաստիարակի, եթե ոչ մտրակով կդաստիարակի։ Ուրեմն եկեք խուսափենք երկրորդ տարբերակից ու մենք ենթարկվենք, որպեսզի Տիրոջ համար մենք խնդիր չառաջանանք եւ ցավով ու տանջանքով մենք մեր դասը քաղենք եւ այս սրբության ընթացքը տիրապետենք։
Եկեք 5-ից 7 համարները կարդան, գրած է. մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք, ըստ իր կամքի հաճության, որպիսի գովերգվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհեց իր սիրելիի միջոցով։ Նրանով փրկություն ունենք իր այրան միջոցով մեղքերի թողություն համաձայն իր շնորհի առատության։ Ուրեմն սա ինչ է նշանակում։ Պողոս առաքյալը հավելում է 4-րդ համարի միտքը 5-ի մեջ եւ ասում է, որ Տերը մեզ իր ընտանիքին որդեգրեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հայր Աստծու կամքը բոլորին հավատքի բերելն է, նա իր որդուն այս նպատակի համար ուղարկեց եւ կարևոր կետը այն է, որ գործերով փրկված չենք, այլ շնորհով։ Սա է այն կետը, որ ոչ մեկ չի կարող հենվել իր վրա հպարտանալով, որ իրենց կամքով եւ իրենց կարողություններով ստացան փրկություն։ Ուրեմն փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է ու ոչ այլ տարբերակներով կամ ճանապարհներով, եւ չխաբնվենք, որ մտածենք օրինակի համար մուսուլմաններ Աստծուն հավատում, բուդդիստն էլ Աստծուն հավատում, հինդուն էլ Աստծուն հավատում կամ այլ կրոններ։ Իմացեք, որ ճշմարտությունը մեկ է ու ճանապարհը մեկն է, հենց ինքը Հիսուս Քրիստոս։ Հիսուսից բացի այլ ճանապարհ չկա, Հիսուսից բացի այլ փրկություն չկա։ Ու դրա համար մենք հասկանում ենք այս գրությունների մեջ Պողոս առաքյալի, որ իհարկե մեզ Սուրբ Հոգին է դասավանդում, սովորեցնում եւ գրված է Սուրբ Հոգու միջոցով օգտագործելով մարդկանց ձեռքերը, այսպես ասած, որպեսզի շարադրի Սուրբ Հոգու բոլոր կետերը, Աստծու բոլոր կետերը, ուսմունքները եւ աստվածաբանությունը, մենք գիտենք, որ այս է մեր հոր երկնավոր հոր կամքը, որ ինքը փառավորվի եւ պարզ լինի, որ ինքն է փրկությունը տվե եւ մարդ ինքն իրանով չի արել։ Գիտեք, այս հպարտության կետը, ասեմ նաեւ, որ կրկնվող կետ է, եւ պետք է ճիշտ հասկանանք, որ մենք էլ այդ թակարդի մեջ չընկնենք, այսինքն մենք մեզի բարձր չդասենք ուրիշներից, ոչ էլ մեզ քավլիցի նմանեցնենք Աստծուն, որտեվ մենք ով ենք, որ այդքան անենք։ Եվ ինչպես կարող ենք մենք հենվել մեր վրա ասելով, որ մենք սուրբ ենք ուրիշներից եւ ավելի կարող ենք ուրիշներից հավատքի մեջ։ Եկեք բոլորս էլ ահով եւ դողով մոտենանք մեր սրբությանը եւ մեր փրկությանը եւ մենք մեր Տիրոջը հնազանդ կերպով ապրենք ճշմարիտ կանոններով։ Հիմա եկեք 8-ից 10 կարդան, գրած է. որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ, իր բարեհաճության համաձայն մեզ ճանաչեցրեց իր կամքի խորհուրդը, որ նախապես նրանով սահմանել էր, որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա է։ Ուրեմն Հայր Աստված բացահայտեց ամեն խորհուրդ, որը կապված է թե Սուրբ Երրորդության հետ եւ թե հեթանոսներին որդեգրելու իր ընտանիքի հետ։ Տիրոջ համար միասնությունը եւ համախմբվածությունը իր շուրջ եւ իր վրա ամենայն կարևորությունն է կրում ու անհրաժեշտություն է իհարկե։ Հավատացյալներս մեր կամքը պետք է ծռենք, մեր կամքը պետք է թեքենք դեպի Հիսուս Քրիստոս, դեպի կամքը երկնավոր Հոր, Սուրբ Երրորդության, Հայր Որդի Սուրբ Հոգի, որպեսզի Սուրբ Երրորդության կամքի երկնավոր Հոր կամքով մենք առաջնորդվենք եւ կատարենք Տիրոջ բոլոր տվածները իր երկնքի արքայության աշխատանքների համար։ Խորհրդի մասին ավելի խորապես կկարդանք, թե որն է դա եւ ինչի մասին է խոսում։ Պարզապես արդեն շեշտեցինք, որ Սուրբ Երրորդությունը բացահայտված չէր հին ուխտի մեջ, այդպես չէին հասկանում իրանք, ինչպես որ մենք ենք հասկանում քրիստոնյաներս, եւ նաեւ այն խորհուրդը, որ բացի հրեաներից Աստված նաեւ ընտրել է հեթանոսներին, որ նոր ուխտի մեջ երկուսը միասին մի ընտանիք լինեն, թե հրեա եւ թե հեթանոս։ Պարզապես բոլորս գալիս ենք Աստծու ընտանիքին ենք միանում եւ լինում ենք Տիրոջը, որ վերականգնվի այն ինչ որ Աստված ստեղծեց ի սկզբանե, մինչեւ որ մարդ ընկավ Էդեմի պարտեզում, երբ որ ընկավ, բաժանվեց
Աստված եւ մարդ, եւ այդ սեպքը վերջապես վերամիավորման ընթացքը կատարվեց Հիսուս Քրիստոսով, եւ նա լինելով մեր կամուրջը, երկնավոր հոր եւ մեր միջև, ուրեմն միմիայն Հիսուսով մենք ունենք ճանապարհ, այլ ոչ մի ուրիշ անձնավորությամբ, եւ մենք չենք աղոթում այլ էություններին կամ սրբեր հասկացողության այտենց գաղափարներին, մենք աղոթում ենք ուղիղ երկնավոր հորը Հիսուսի անունով։ Դա է կարևոր մեր համար։ Ուրիշ ոչ մեկ մեզ չի փրկելու, ուրիշ ոչ մեկ մեզ բարեխոս չի կարող լինել բացի Հիսուս Քրիստոս։ Ուրեմն այսքանը այս կիրակի օրվա համար աղոթում եմ Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։